Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ողջույն Նարեկ ջան։ Պարոն Մկրտչյան, Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը սպառնալիքներ կան մի քանի երկրներից, բայց այդ երկրները մեզ հայտնի չեն։ Այս տեղեկությունը հայտնեց ազգային ժողով եկած արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, բայց չբացահայտեց, թե որ երկրներն են Հայաստանի համար սպառնալիք։ Դուք ինչ եք կարծում, ծառայության ղեկավարը որ երկրների անունները չտվեց, որոնք են սպառնալիք։ Առնվազն տարածաշրջանային երկու պետություն կարող ենք նշել, մեկը Ադրբեջանը, մյուսը նրա մեծ եղբայր Թուրքիան, եւ տարածաշրջանից մի փոքր դուրս միանշանակ ես կարծում եմ այդ պետությունների շարքը համալրում է Ռուսաստանի Դաշնությունը, Բելոռուսը, իսկ եթե դասակարգման առումով նայենք, որոնք են ավելի վտանգավոր եւ իրականում վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար, այդ առաջին տեղը զբաղեցնում է միանշանակ Հայաստանի Հանրապետության ճակերտավոր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, ինչու, որովհետև գիտեք Թուրքիայից սպասելիքներ ունենք եւ բնավ այդ սպասելիքները իօքուտ մեծ չեն։ Ադրբեջանից ունենք սպասելիքներ եւ ակնհայտ թշնամաբար տրամադրված պետություն է, բայց երբ որ դաշնակից դա քեզ դավաճանում եւ դաշնակից նա քո պոտենցիալ թշնամուն միլիարդավոր դոլարների հարցակողական զենքով միջև ատամները զինում, դա արդեն այլ խնդիր է։ Ակնհայտ է այդ պետությունները գիտենք, որ պետություններ են, դրա մասին խոսվել է, առանձին դեպքերում նաև քիչ թե շատ տեղեկատվական արտահոսք է ապահովել հենց ամենաբարձր մակարդակով։ Եկեք չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ նաև ազգային ժողովում հայտարարում էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունները կամ ՀԱՊԿ-ը իրենով սպառնալիք անվտանգային ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, ինչու ոչ կարելի է ՀԱՊԿ անդամ պետություններին բացառությամբ 1-2-ի դիտարկել։ Բոլորս գիտենք եւ կարծում եմ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը առնվազն մի քանի պետության անուն կարող էր վստահաբար տալ։ Գուցե ծառայության բնույթը թույլ չի տալիս, որպեսզի բացահայտի։ ՀԱՊԿ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանը երեք տված հարցազրույցում նշեց, որ մենք քայլ առ քայլ սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դուք սա այս պահին համարում եք իրավիճակային լուծում, թե ոչ։ Գիտեք, սառեցնելը բոլորս գիտենք, որ քայլ առ քայլ Նիկոլ Փաշինյանը սառեցրել է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Բայց Նիկոլ Փաշինյանին ճիշտ կլիներ հիշեցնել վերջին Զախարովայի վերջին բրիֆինգի ժամանակ արված հայտարարությունները, որ այնտեղ խոսք էր գնում Հայաստանի վերադարձի մասին ՀԱՊԿ աշխատանքներին, Զախարովան անամոթաբար այսպես ձեռ էր առնում Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության սառեցված կարգավիճակը համեմատում էր խոհանոցում սառեցված մսի հետ։ Ըստ երևույթին նաև այս հայտարարությամբ ինչ որ առումով հերթական կանաչ լույսներ վառում Ադրբեջանի առաջ, որ եթե հարձակում տեղի ունենա, եթե էսկալացիոն գործողություններ տեղի ունենան Հայաստանի Հանրապետության սահմաններին, ապա առնվազն Հայաստանի ՀԱՊԿ աշխատանքներին վերադառնալու համար բավականին ժամանակ է պետք եւ ՀԱՊԿ-ի կողմից որևէ սպառնալիք իրականում չի եղել։ Զախարովան պնդում էր, որ չի էլ լինի Ադրբեջանի ուղղությամբ։ Գիտեք, սա բավարար չի։ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասով խուսափողական պատասխաններ շարունակաբար կարող է տալ այնքան ժամանակ, քանի դեռ Աստված մի արասցե հերթական էսկալացիայի առաջ չեն կանգնել, հերթական բախումը սահմանային տեղի չի ունեցել։ Որևէ այդպիսի էսկալացիոն գործողություն բախում եւ գիտեք, բոլոր հարցերը միանգամից ՀԱՊԿ-ի ուղղությամբ, ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր հարցերը սլաքներն ուղղվում են դեպի Նիկոլ Փաշինյան եւ ուղղվելու են Նիկոլ Փաշինյան։ Եվ միակ հասցեատերը ինքն է լինելու։ Իրականում անհասկանալի է, գիտեք, սառեցված կարգավիճակ, նախ եկեք ֆիքսենք, որ
կարգավիճակի սառեցում որպես այդպիսին ինստիտուցիոնալ առումով հապկում չկա։ Այո, Հայաստանը չի վճարում անդամավճար, այո, Հայաստանը չունի ներկայացուցիչ, այո, Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին։ Դե ֆակտո կտրված է հապկից եւ չի մասնակցում աշխատանքներին, շատ լավ։ Եվ Հայաստանը շարունակում է դե յուրե հապկ անդամ մնալ։ Հայաստանի ուղղությամբ տեղացող ճնշումները հապկ աշխատանքներին վերադառնալու մասով օրեցօր շարունակում են սաստկանալ։ Ի վերջո, ինչու մնալ մի կառույցում, որը ըստ վարչապետի անվտանգային սպառնալիք է իրենից ներկայացնում եւ հավելյալ անվտանգային ռիսկերը Հայաստանի ուղղությամբ գեներացնում։ Ինչու մնալ այդ կառույցում։ Այս հարցի պատասխանը շատ երկար ժամանակ է փորձում ենք ստանալ։ Կարծում եմ Փաշինյանը կամ հապկից դուրս գալու դե յուրե դուրս գալու հարցը եւս պահում է իր գրպանում, որպեսզի 2026 թվականի ընտրություններից առաջ վաճառի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, կամ այսպես հապկում սառեցված կարգավիճակի պահպանությամբ ուզում է ստատուս քվոն պահել։ Բայց դուք էսկալացիայի հավանականությունը բարձր եք համարում, թե ոչ։ Անի դեռ չկա խաղաղության պայմանագիր երաշխավորով, շատ կոնկրետ երաշխավորով, Ադրբեջան պետության հետ յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինել պատերազմին։ Հատկապես այս տեղեկատվական տերորի պայմաններում, հատկապես դիվանագիտական այն փակուղում, որ հայտնվել է Ադրբեջանի նախագահը, ավելի հավանական է էսկալացիոն որևէ գործողությամբ իրավիճակը թոթափել, խոսակցություններն ու ուշադրությունը միջազգային շեղել, ուղղել դեպի հայ-ադրբեջանական սահման, քան մինչև այս պահը իրավիճակն ունենք, այն 17-16 անգամ, որ Երևանից Բաքու գնաց թուղթը, Բաքվից Երևան, հիմա դիվանագիտական փակուղում է իրավիճակը, բոլորը կարծես թե միջազգային հանրությունը կոչ է անում կողմերին, հատկապես Ադրբեջանին, առանձին դեպքերում դրանք շատ հասցեական են, Ադրբեջանին օր առաջ ստորագրել պայմանագիր, իսկ Ադրբեջանի նախագահը հավելյալ ինչ-որ մտածածին պահանջներ առաջ քաշում, նախապայմաններ առաջ քաշում։ Հայկական կողմը կարծես թե նախապայմանները պատրաստ չի գոնե թե ժամանակային առումով կարճաժամկետ հատկացում բավարարել։ Եթե խոսքը գնում է սահմանադրության փոփոխության մասին, լավ, այսպեսի մի իրավիճակ վերցնենք, որ այո, Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխենք, մենք էլ համաձայնվում ենք։ Բայց դա 1-2 օրվա աշխատանք չի, չէ՞։ Տարիների աշխատանք է։ Ի վերջո, եթե Ադրբեջանը անընդհատ սահմանադրության հարցը թմբկահարում է, այդքան էլ հավանական չի, որ Հայաստանի Հանրապետությունում այդ սահմանադրությունը հնարավոր է ընդունվի։ Իսկ դրա չընդունվելը կամ դրա մերժումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հավելյալ էսկալացիա կամ ռազմական գործողություններ սկսելու համար պատճառ կարող է լինել Ադրբեջանի համար։ Պարոն Մկրտչյան, Հայաստանն ու Ռուսաստանը ըստ հրապարակված հաղորդագրության ասում են, որ հարաբերությունները ակտիվացնում են, Վլադիմիր Պուտինի խոսնակը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտնած տեղեկությանը, թե նա հանձնարարել է, որ բոլոր գերատեսչությունները պետք է վերականգնեն ռուս գործընկերների հետ կապերը։ Այս պնդումը մամուլում է հայտնվել, ճիշտ է, բանի գործադիրը պաշտոնապես չի հաստատում, բայց հաղորդագրություններ են տարածել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունները, որ կողմերը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել եւ հայկական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարները կարևորել են բոլոր մակարդակներում երկկողմ համագործակցության շարունակականությունը։ Սա ինչ է նշանակում, Հայաստանը թեքվում է դեպի Ռուսաստան էլի։ Նարեկ, տեսեք, ես օրինակ մի բան եմ նկատել, հատկապես խաղաղության պայմանագրի այդ 17 համաձայնեցված դրույթները
դրույթներից հետո, երբ որ համաձայնեցվեց եւ կողմերը հայտարարեցին, դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը կարծես թե կամ իշխանությունը ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարծես թե որդեգրել է մի քաղաքականություն, որը կամ մեզ ավելի է մոտեցնում Ռուսաստանի Դաշնությանը, կամ գոնե թե իմիտացիա է ստեղծում, որ մենք մոտենում ենք Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ իմ խորին համոզմամբ սա արվում է մի նպատակով, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում օգնել պայմանագրի ստորագրմանը, ապա գոնե թե թող չխանգարի։ Բայց ոչ մի լավ տեղ սա տանող ճանապարհ չի, փոխանակ իշխանությունն ականջալուր լինի քաղաքական դաշտում արկա պահանջներին, հորդորներին, գնալ եւ միջնորդ ու երաշխավոր իրական գտնել պայմանագիրը կենսունակ դարձնելու համար, իշխանությունը որդեգրել է մի ճանապարհ, որ կրկին տանում է ուղղությունը դեպի Կրեմլ, տանում է Կարմիր հրապարակ, տանում է մոտեցնում է մայիսի 9-ին եւ Աստված գիտի թե ինչ է նախապատրաստվում։ Աստված մի արասցե, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշեն Մատվիենկոների քավորությամբ, միջնորդությամբ կազմակերպել հանդիպում մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինի հետ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Աստված մի արասցե, եթե այդ ստորագրվելիք պայմանագրի երաշխավոր կողմը լինի Ռուսաստանի Դաշնությունը, իրականում երաշխավորը մի քիչ ճոխա Ռուսաստանի Դաշնության համար հնչում, միջնորդն անգամ, հարթակ տրամադրողն անգամ լինի Ռուսաստանի Դաշնությունը։ Դրա ողջ քաղաքական պատասխանատվությունն ու հետևանքները կրկին անգամ ուղղվելու է օրվա իշխանության ուղղությամբ։ Որովհետև տեսել ենք այդ քավորության, ռուսական քավորության արդյունքը նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ենք տեսել, Լեռնային Ղարաբաղը դատարկվե, սովի մատնվե, սպանդի ենթարկվե, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն կասկածի տակ դրվե եւ շարունակում է դրվել, ագրեսիայի ենթարկվել։ Պես որ այս մերձեցումը Ռուսաստանի Դաշնության հետ մի փոքր անհասկանալի է։ Շատ լավ հասկացանք, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերություններում կա փոփոխություն, կա շփում նրանց միջև, բայց դա չի նշանակում, որ դեռևս ծովը չտեսած ժողովրդական խոսքով ասած պետքա բոբիկանաս ու վազես, իսկ Հայաստանի Հանրապետությունը կարծես թե գոնե թե եթե մամուլում հայտնված այդ տեղեկատվությունը ճիշտ է եւ իրականության հետ աղերս ունի, սա վտանգավոր ճանապարհ է։ Եթե խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կառավարելի դարձնենք Ռուսաստանից եկող սպառնալիքներն ու այդ ցանկությունը ռուսական հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վիժեցնելու, մենք ուզում ենք դա կասեցնել, շատ լավ, իսկ իրականում դա էլ է մտածածին, դա էլ է կեղծ, որովհետև գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը երբեք այս տարածաշրջանում խաղաղություն չի հետապնդել եւ չի հետապնդելու։ Ռուսաստանի Դաշնությանը երևի թե Ադրբեջանից հետո, մերօրյա Ադրբեջանից իդեպ հետո առաջին Ռուսաստանի Դաշնությանն է պետք որ Հայաստանն ու Ադրբեջանը չունենան կարգավորված հարաբերություններ, որտեղ եթե կողմերն ունենում են կարգավորված հարաբերություններ, ռուսական սապոկը առհավետ կորչում է, չքվում է հարավային Կովկասից։ Եվ մշտական էս թշնամանքը, պատերազմը, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը բոլոր առումներով, թե զենքի վաճառքի, թե տարածաշրջանում ոտքի տեղ ունենալու, թե կողմերի վրա առանձին ազդեցություն ունենալու։ Դե հիմա արդյոք այն տեղեկությունը ճիշտ է, թե ոչ որ Նիկոլ Փաշինյանը բան արել, հանձնարարել է բոլոր ոլորտներում Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնեն, կարգավորեն եւ այլն մամուլում հայտնված, բայց մի բան ակնհայտ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ այս խորացված խորհրդակցությունները վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ են անում, այսինքն 4 տարվա դադարից հետո լայնածավալ խորհրդակցություններ են սկսվել հայ-ռուսական։ Սա չի նշանակում, որ ձեր այդ
նախաձեռնությունը ԵՄ գնալու, իշխանությունը ինչ որ առումով նաև հետին պլան է մղում։ Գիտեք, չեմ կարծում։ Նախ ինչ է նշանակում խորացված հարաբերությունները սկսել կամ խորհրդակցություններ, շփումներ Ռուսաստանի Դաշնության հետ։ Երբ խորը չէին այդ հարաբերությունները, կամ էլուրա խորանում այդ հարաբերությունները միջև ուր։ Դե 4 տարի Այսպես թե այնպես Հայաստանը, այսպես թե այնպես 4 տարի ինչ 4 տարի։ 4 տարի խնդիր կար ըստ էության, որ նման Ինչ խորհրդակցություններ խնդիր չէին կար։ անցկացվում։ Ինչ խնդիր կար։ Բացի աղմուկից ինստիտուցիոնալ առումով ինչ խնդիր կար։ Տնտեսությունը շարունակում էր կախված մնալ Ռուսաստանի Դաշնությունից։ Հնարավորության պարագայում Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության այդ պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունը կա եւ եղել է։ Ինձ ասեք տենամ էլ որտեղ չի եղել, այդ որտեղ է այդ կապը խզված եղել։ Չի եղել այդպիսի բան։ Այ հենց խնդիրը դրանում է կայանում, որ Հայաստանի Հանրապետությունը բացի աղմուկ բարձրացնելուց, բացի լոլոներ կարդալուց, որևէ հստակ գործողություն Ռուսաստանի մասով չի արել։ Ինչ ա եղել։ Բազայի մասով խնդիրն է ես 3 տարվա մեջ առաջ քաշվել, քննարկվել գոնե թե բարձր մակարդակով։ Մի օդանավակայանից եւ հայրենական սահմանից են ռուսներին դուրս վռնդել, ինչ պատրաստում են հետ բերել։ Ոչ կարծում եմ։ Տնտեսական հարաբերությունների խորացում են փորձում ապահովել, ելուր խորանան։ Ամսական 1 միլիարդ դոլարի արդեն ապրանքաշրջանառություն կա Ռուսաստանի Դաշնության հետ։ Ելուր են ուզում խորանալ։ Տեսեք, դուք որ Վախենում են, որ իրավիճակի շարունակական պահպանման պարագայում էս իրավիճակի եւ հատկապես օրինագծի երկրորդ ընթերցումից հետո Ռուսաստանի Դաշնությունը մեզ դուրս կթողի ինտեգրացիոն կառույցներից, գուցե, այստեղ կարող է ինչ որ մտածելու տեղ կա, որ վախեր կա, որ մեզ դուրս կթողնեն իշխանության կողքին հարմար տեղավորված օլիգարխներն ու խոշոր սեփականատերերն էլ մի քիչ կտուժեն։ Եվ խնդիր կա իրենց Դուք ասում եք 4 տարիվա մեջ ինչ էր եղել, լարվածությունն ակնհայտ էր։ Միմյանց բողոքի նոտաներ էին հղում, դեսպաններին կամ լարվածություն, հետո ինստիտուցիոնալ առումով արտացոլվեց դա որևէ։ Հայաստանը դուրս եկավ որևէ ինտեգրացիոն կառույցից։ Հապկում առայժմ սառեցրեց։ Մարիա Զախարովան էլ ասում է սառնարանից, երբ որ սառած միսը հանում ես, որպեսի ճաշ եփես, այդ միսը հալելու ժամանակ է ուզում։ Այսինքն ինչ եւ ինչպես կասեր դասականը այս աղմուկը բարձրացրեցիք, որ ինչ անեք։ Այդ գնաք Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ նորից հարաբերություններ զարգացնեք, Ռուսաստանի հետ նորից հարաբերություններ զարգացնեք։ Բայն միլիոնավոր դոլարների զենքի հարցն ինչ եղավ։ Հայաստանի Հանրապետության սահմանների ճանաչման հարցն ինչ եղավ։ Լավ, հիմա էլ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականություն, այդ հարցը չի առաջանում այս իշխանությունների մոտ։ Մեր դաշնակիցի վերջո ճակերտներում էլ այդ դաշնակիցը ճանաչում է մեր սահմանը, թե ոչ։ Այդ հարաբերությունների խորացումը, ժպիտների փոխանակումը կարող է հանգեցնի ինչ-որ միութերնական պետության։ Պետք էլ չի, որ սահմանը ճանաչվի։ Ես իրականում այն մտքին չեմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում շատ բան է փոխվել։ Պիտի փոխվի։ Այս ռետորաբանությունը, օդում կախված ռետորաբանությունը, որ կա, իրականում կա։ Խոսքի մակարդակում այո, մենք Ռուսաստանի Դաշնության հետ գշտվել ենք, բախվել ենք, բայց ինստիտուցիոնալ առումով ոչ մի արտացոլանք դա չի ստացել։ Նոր պիտի ստանա, փոխանակ ստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենց թքածը լզում են, հա, այսպես ասած։ Եթե այդպես է։ Իսկ իրականում ես մի փոքր ներհայաստանյան մամուլի միջոցներին Նարեկ ջան չեմ հավատում, հատկապես պսևդո ներկայացուցիչներին, այնպես որ ավելի լավ է սպասել պաշտոնական հաղորդագրություններին, տեսնել ինչ են որոշել այս մարդիկ։ Այ օրինակ պաշտոնապես հայտարարվել է, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը գնալու է Մոսկվա
Կարմիր հրապարակում միջազգային իզգոյ Վլադիմիր Պուտինի հետ աննայելու, պարադ նայելու, այստեղ խնդիր կա։ Այստեղ ես ամենայն դեպս իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ ուզում մի պետություն, որը մեզ դավաճանել է, որը մեր քույրերին ու եղբայրներին էթնիկ զտման է ենթարկել, որը մեր սահմանները չի ճանաչում եւ անունով դաշնակից է, այդ դաշնակցի կողքին չեմ ցանկանում, որ իմ երկրի առաջնորդը գնա ու կանգնի։ Իմ կարծիքով շատ սխալ է։ Հատկապես այ օրինակ ոչ հայաստանյան մամուլում հանդիպում եմ տեղեկություն, որ օրինակ կարա եւ օրինակ մայիսի 9-ը ընտրվի օր եւ վայր խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Դա вообще ընդհանրապես մի կատաստրոֆա է։ Հիմա դե իշխանությանը հարցնես, իշխանությանը պետք է թուղթը։ Կարևորը թուղթն է, որտեղ կստորագրվի Անկարայում, Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում իրենց համար մեծ հաշվով նշանակություն չունի։ Բայց իրականում դա շատ կարևոր նյուանս է։ Մոսկվայում, Պետերբուրգում ստորագրված այդ երրակողմ ձևաչափով բոլոր փաստաթղթերը վերածվել են զուգարանի թղթի եւ հերթական զուգարանի թուղթն է դառնալու խաղաղության պայմանագիր վրան գրված անուն ազգանունով։ Փաստաթուղթը զուտ միայն ստորագրելու համար չի, որ պետքա մենք ստորագրենք եւ հույս տանք մեզ, որ դրանով խաղաղություն ունենք։ Դա գետնի վրա պիտի արտացոլի խաղաղություն։ Պարոն Մկրտչյան, Ռուսաստանի իշխող կուսակցությունը Գյումրու ընտրություններին աջակցում է Մայր Հայաստան դաշինքին։ Նման հայտարարություն արել է կուսակցության падգամավորներից մեկը, սա հիշեցնեմ այն կուսակցությունն է, որը համարվում է Վլադիմիր Պուտինի քաղաքական հենարանը եւ այդ падգամավորը նշում է առանց ձևականությունների եւ խաղերի ուզում եմ հայտարարել, որ Եդինյա Ռայսյան սատարում է Մայր Հայաստանի ծրագրերին եւ հաղթանակ է մաղթում Կարեն Սիմոնյանին, Կարեն Սիմոնյանը այդ դաշինքի տեխնացուն է։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Սա ըստ էության աննախադեպ երևույթ է, որովհետեւ երբևէ պաշտոնապես չեմ հիշում, որ Ռուսաստանից հայտարարեն, որ այս կամ այն ուժին սատարում են։ Լսեք, մի կուսակցություն, որի առաջնորդը, մի դաշինք, որի առաջնորդը քաչալը փայլացրած գնացել Դոնբասի падգամավորների կողքին էր կանգնել։ Դե լավ, արտակի համար Արեգ Մարկաս չթիրախավորենք։ Դե ներողություն։ Այդ անտերը պիտի փայլի, որ իր նպատակին ծառայի, թե չէ։ Լավ էլ պետքա ասել, իրերը կոչել իրենց անունով։ Գնացել կանգնել Դոնբասի падգամավորների կողքին, գնացել Ռուսաստանի Դաշնության առաջին հեռուստաընկերությամբ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ քարեր անետում։ Դուք այլ բան եք սպասում։ Գիտեք, աննախադեպ է այն առումով, որ Հայաստանի Հանրապետության մեջ թիթը խոթելու process է գնում։ Աննախադեպ է այդ առումով, որ ինչ գործ ունի, օրինակ որևէ օտարերկրյա կուսակցություն այստեղ ի աջակցություն հայտարարություններ անի, նախ այդ այնպես չի, որ այդ հայտարարությունը, այդ ի աջակցություն հայտարարությունը ուժեղացրեց Ռոբերտ Քոչարյանի գուբերնատորի տեխնացու Անդրանիկ Թևանյանի տեխնացուին։ Սա գուբերնիայի մոլերանտ երկրպագուներ են, մոլերանտ ցանկացողներ են, երազողներ են, որ Հայաստանը դարձնեն գուբերնիա։ Եդինայա Ռոսիային կարելի է շնորհակալություն հայտնել միտեղ, որ գյումրեցիների աչքերը բացում են։ Սիրելի գյումրեցիներ, տեսեք թե ովքեր են մասնակցում Գյումրու ընտրություններին։ Մեկը կա Վլադիմիր Պուտինի ոտերն ալևում ջուրը խմում այս ընտրություններին, ամենայն անկեղծությամբ, ռետորաբանությանը նայեք, ընտրված բառաֆոնդին, մեկը կա Ռուսաստանի ցավն ատանում, իսկ ովքեր են այդ ռուսները, սիրելի գյումրեցիներ, Պերմյակովներն են, Գյումրու օրինակով,
Լեռնային Ղարաբաղը հայաթափողներն են։ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան մշտական արևող կրակ ու պատերազմ հրահրողներն են։ Հիմա էլ ասում են բանա, ռուսները չլինեն Գյումրիում, թուրքերը կուտեն մեզ։ 13 տարվա նախկին կրիմինալ քաղաքապետ կա ըստ ԿՊ-ի, որ հիմա էլ վերածել են իրենց համար հաջող ընդդիմության։ Ոչ մի արտառոց բան տեղի, դուք նորություն են Արեգ ջան, որ Անդրանիկ Թևանյանը Ռուսաստանի Դաշնությունը մի քանի անգամ Կրեմլից թքել է Հայաստանի Հանրապետության ճակատին, նորություն չի, չէ՞։ Նորություն է, որ այս մարդը երազում է Հայաստանի Հանրապետության գուբերնացումը։ Նորություն է, որ Դոնբասի օպերացիա ողջունող է։ Բայց այդ աջակցությունը ինչպես կարող է լինել, հա, միայն բառերով չէ, ըստ էության նաև ըստ կամ մտածում եք, որ կլինի փորձ։ Առնվազն հաշվի առնելով բազայի ֆակտորը, մինիմում այն ինչ որ կարող են անել, ամենակիչը բազայի զինծառայողների մասնակցությունն ապահովեն ընտրություններին, եթե չեմ սխալվում, թույլ է տալիս օրենսդրությունը, եթե Գյումրիում ապրում են 1 տարի եւ ավել, օտարերկրացիները եւս կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը։ Եվ ընտրությունների արդյունքը մեզ ցույց կտա, առնվազն հաշվարկները, եթե մենք ընտրությունների օրվա ավարտին տեղի ունենան, մենք կտեսնենք, որ այդպես է։ Ինչ աջակցություն ուրիշ կարող է լինել։ Դուք լուրջ մտածում եք, որ միջին վիճակագրական մեր փասիբով գյումրեցին պետքա գնա Ռոբերտ Քոչարյանի խամաճիկային գործչին կամ խամաճիկային գործչին Եդինայա Ռոսիայի Պուտինի հովանավորյալին ընտրի։ Դուք լուրջ մտածում եք, որ գյումրեցին այդքան ոչ մի բան չի հասկանում քաղաքականությունից կամ այդքան թքած ունի Հայաստանի Հանրապետության եւ Գյումրու վրա։ Ես այդպես չեմ մտածում։ Եվ որ մենք ասում ենք սիրելի գյումրեցիներ, այս ընտրությունները նաև աշխարհաքաղաքական ընտրություններ է, եւ այս ընտրությունների ժամանակ պետքա Եվրաքվեի ստորագրահավաքի ընթացքում մասնակցած բոլոր քաղաքացիները ավելի լայն թափով մասնակցեն ընտրություններին եւ իրենց ձայնը տան Եվրադաշինքին, այս սրա համար ենք ասում, որ Պուտինների երթվյալ հավատացյալ ներկայացուցիչները հնարավորություն չունենան լեզուները երկարացնելու մեր վրա, մեր պետության վրա։ Եվրաքվեին ձայն տան, որ հետո վերջին պահին օրինակ ԿՊ-ի հետ կոալիցիա կազմեք, ամենաշատ տրվող հարցը, որ հետո ասեք, այ մենք ստիպված գնում ենք այս քայլին, մեր հեղինակությունը դնում ենք հարվածի տակ, կոալիցիա ենք կազմում այս իշխանության հետ, որ ռուսական ազդեցության տակ չանցնի Գյումրին։ Տեսեք, բոլոր դեպքերում, եթե խնդիրը կայանա նրանում, որ պետքա ռուսական ազդեցության ուժերը կան Գյումրիում իշխանության, նրանք եթե ունեցան այդ հարաբերակցությունը միանալու եւ միացման արդյունքում իշխանություն կազմելու, դա անելու են։ Իսկ ինչ վերաբերում է կոալիցիային, Եվրադաշինքի առաջին համար Լևոն Բարսեղյանը բազմիցս հայտարարել է, որ կոալիցիա չի լինելու, առավել եւս, եթե դուք ձեր խոսքում ակնարկում եք Երևանի օրինակը, Երևանի օրինակով առավել եւս չի լինելու։ Այնպես որ սիրելի գյումրեցիներ, այս հարցի շուրջ կարծում եմ բոլորիդ կասկածները պետքա որ փարատված լինի։ Եվ եթե ընտրություններից հետո այնպես ստացվի, որ Եվրադաշինքը իշխանություն չլինի Գյումրիում եւ որևէ մեկի իշխանություն չլինի, Արեգ ջան, դուք ինքներդ ականատես կլինեք, ինչի մասին է խոսքը։ Մենք այս երկրում ապրելու ենք, չէ՞, այնպես չի ստացվում։ Ես մարտի 23-ին հայտարարություն անեմ, մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին իմ հայտարարությունը կտրականապես 180 աստիճանով փոխեմ ու դուք դրանից հետո պետքա հարգեք ինձ կամ գյումրեցիները դրանից հետո պետքա հարգեն ինձ։ Չէ, էլի այդպես չի, դուք շատ լավ այդ հարցը բարձրացնում եք, ամենաշատ տրվող հարցն է, եւ այդ հարցին տրվել է շատ կոնկրետ, ուղիղ պատասխան, որ ոչ կոալիցիա չի լինելու, ոչ Երևանի օրինակով կոալիցիա չի լինելու։ Եթե դա է մտավախությունը, գնացեք եւ ձեր ձայնը տվեք Եվրադաշինքի տեխնացուին եւ ինչու
որ Եդինայա Այսինքն Ռասիաները Գյումրիում պարտվեն, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական կողմնորոշումը եւս մեկ անգամ ամրագրվի։ Դրա համար Այսինքն դուք նույնիսկ ձեր նշած ռուսական ուժերին իշխանություն տալու գնով ՔՊ-ի հետ կոալիցիա չեք կազմի, ճիշտ հասկացա։ տեսեք, ես նորից եմ ասում, եթե ռուսական ուժերը, իսկ նրանք շատ ակնհայտ են, չէ՞։ Մեկը Պուտինի ոտերը նորից եմ կրկնում, լևում ջուրն է խմում, մյուսը Ռուսաստանի ցավն է տանում, այն մյուսը ռազմավարական գործընկերու դաշնակից է համարում։ Եթե այս ուժերը իրենց միացման պարագայում ընտրություններից հետո հնարավորություն ունենան իշխանություն ձևավորելու, կձևավորեն։ Եթե չունենան այդ հնարավորությունը, չեն ունենա։ Լավ, իսկ իշխանության գործելավոճ ինչպես եք մեկնաբանում, նրանք ինչ որ նկարչություն են անում, սոցիոլոգիական անհայտ տվյալներ են հրապարակում, որ իրենց սարիկը բոլորին տվե անցել է տոկոսներով։ Սա ինչի մասին է խոսում եւ վարչական ռեսուրսի չարաշահման վտանգ տեսնում եք դուք թե ոչ։ Վարչական ռեսուրսի չարաշահման մասին խոսակցություններ պատտվում են։ Ես ակնառու ինձ համար առնվազն Երևանից տեսանելի մի քանի մասով կարող եմ խոսել։ Մենք տարածքային կառավարման նախարարը ակտիվացել է եւ Գյումրիում տարբեր ծրագրեր է հովանավորում, գյումրեցիներին տարբեր խոստումներ է մարզպետի միջոցով տալիս։ Վարչական ռեսուրսի չարաշահումա թե չէ։ Կարծում եմ այո։ Այդ նկարչության մասին դա մի ուրիշ խայտառակություն է։ Հարցրեք ձեր գործընկերներին, լրատվամիջոցի ներկայացուցիչներին, օրինակ Civic AM-ի ներկայացուցիչներին, թե այդ ինչպես ստացվեց։ Այդ ինչ սոցիոլոգիական հարցում էր։ Այդ ով եկավ իրականացրեց, այդ ոնց իրականացրեց, բներս խաբար չեղավ։ Բա որ իրականացրեցին այդ արդյունքները ոնց այտենց ստացան։ Սա մի բանի մասին է խոսում, որ քաղաքացիական պայմանագրի գործերը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում իդեպ ոչ միայն Գյումրիում նույն իրավիճակը նաև կուլիսներում թաքնված Փարաքար համայնքում է խոշորացված այս իրավիճակը շատ վատ է։ Ինչի է վատ։ Դե ինչը ցանում ես, դա էլ հնձում ես։ Ես այսպես կարող եմ ասել, այդ որ գնում Գյումրիում ընտրությունները բևեռացնում են առաջնորդի մակարդակով, այդ որ գնում Գյումրիում սևեր ու սպիտակների են բաժանում, չնկատելու են տալիս Եվրադաշինքին։ Այն դեպքում, երբ որ Եվրադաշինքի տեխնացուն միակն է, որ այս ողջ քարոզարշավի ընթացքում ոչ պիտակավորում է, ոչ վիրավորում է, ոչ հայհոյում է, խոսում է միայն եւ միայն Գյումրու խնդիրներից, Գյումրու խնդիրներից, Գյումրու զարգացման տեսլականը առաջ քաշում, հրավիրում է բոլորին բանավեճի։ Ի տարբերություն մյուսներու քաղաքացիական պայմանագրի ղեկավարն ու առաջնորդը Նիկոլ Փաշինյանը գալիս է Գյումրի, ի պատասխան այս ամեն ինչի չնկատելու է տալիս, բևեռացնում է 300 միլիոն դոլարի թալանն է մասնակցում, Միշիկն է, Սերժիկն է, Ռոբիկն է, Սաշիկն է, չգիտեմ ինչի գնա, պատերին ծեփեմ, գեդիններին փռեմ, չգիտեմ ինչ անեմ, իմ մոտ տպավորություն էր, որ պետք է այդ հայտարարությունը ելույթից հետո, անկեղծ ասած, Գյումրվա ելույթը լսելով ես տպավորություն էր, որ հիմա պետք է Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ սիրելի ժողովուրդ, վաղ առավոտյան ժամը 11-ին հավաքվում ենք կառավարության շենքի առաջ, մնում ենք այնտեղ, միջև այս ապիկար կառավարությունը հրաժարական տա, դե անլուրջ է, էլի, անլուրջ է, առնվազն։ Այսինքն, լավ, ընդունենք պայմանականորեն 300 միլիոն դոլարի թալանն է մասնակցում ընտրություններին, ուզուրպատորներն են մասնակցում, իշխանազավթներն են մասնակցում, դավաճանները, հողատունները, թուրքերը, չգիտեմ, ադրբեջանցիներն են մասնակցում։ Հետո ասենք մասնակցեցին, ասենք լավ հաղթեցին ինչ որ հրաշքով։ Դուրս է գալիս այդ թալանը պետքա հաղթելու արդյունքում պահպանեն։ Գնացեք ու խլեք այդ թալանը կամ 7 տարվա իշխանություն ունեցողը դեռևս խոսում է խուլիգանների, խոսում է, չգիտեմ, քրեական տարերի մասնակցության մասին ընտրություններին, դա մեր խնդիրն է։ Մեր խնդիրն է, որ քրեական տարերը
կամ ուզուրպատորները կամ թալանչիները մասնակցում են ընտրությունների։ Ոչ, մեծ հաշվով սա օրվա իշխանության խնդիրն էր։ Ինչ եւս 17 տարվա իշխանություն են ուզում, որպեսզի ուզուրպատորների, թալանչիների հետ ընդդիմություն իշխանություն խաղան, նեյնիմ անեն, մատերի վրա պատտեցնեն այս ժողովրդին։ Չարաչար սխալվում են, եթե մտածում են, որ պետք է ժողովուրդը իրենց եւս 17 տարվա իշխանություն տա։ Չարաչար սխալվում են։ Աժ են ուզում ըստ էության։ Ինչ են ուզում։ Ազգային ժողով։ Դե ազգային ժողով ունեցան, լավ, 2021 թվականի ընտրությունների արդյունքում ունեցան, ով շահեց։ Դե Հայաստանի այս Հանրապետությունը ԱԺ-ի ֆորմատի ավականու կազմ են ուզում Գյումրիում։ իրենք յուրաքանչյուր տեղ են այսպիսի կազմ ուզում, որովհետև Ալեն Սիմոնյանն ասել է, չէ, այսպիսի ընդդիմություն Աստծո կողմից վերևից իջած պարգև է։ Բոքսի տանձիկ է, որ կարելի է անընդհատ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիակը ծեծել եւ ինքնահաստատվել, Սերժ Սարգսյանի քաղաքական դիակը ծեծել ու ինքնահաստատվել, Հալանչի հողատու այս լեքսիկոնով շարունակել մեկը մյուսի վրա ցեղ շպրտել։ Ինչի՞ չէ, խուլիգանն ու քրեական հեղինակությունը, քրեական տարը, եթե ստացվի դառնա քաղաքապետ, քրեական գործեր կազմելն ու այդ դրա ականջից թղթով բռնած քրեակատարողական հիմնարկն անելը խնդրեմ չի լինի, դրա փորձն էլ կա հատկապես համայնքներում։ Ըստ որ հենց այս արատավոր երևույթների դեմ պետքա պայքարել ու կռիվ տալ։ Ու գյումրեցին վստահաբար իր քվեն տալու է համար 6-ին ընտրությունների օրը ու այս խնդիրը մեկընդմիշտ փակելու է։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, հարցազրույցի համար։